Երբ որ մի ընկերություն անում է ինչ-որ մի սխալ բան, չգիտես ինչի, որը հանրությանը կարա վնաս տա կամ վնաս չտա, միանգամից սկսում է հանրայնացվել։ Ինչի համար այդ օրվանից սկսած մինչ օրս պետությունը չի հանրայնացրել այն փաստը, որ մայիս ամսին հեցի կառավարիչները դիմել են հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողով խնդրանքով հանրության համար գինը նվազեցնել եւ իրենք չեն համաձայնվել։ Այստեղ հարց է առաջանում. ինչի համար։ Արդյոք նրանք աշխատում են ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, թե ոչ կամ ի նպաստ հանրությանը։ Ես ենթադրում եմ, որ ոչ։ Հետո գալիս ենք անցնում է ժամանակներ։ Մինչ օրս մայիսից մինչև վերջին ժամանակը 5 ամիս ժամանակ։ 5 ամսվա ընթացքում ոչինչ տեղի չի ունենում, հանրայնացվում է նորից այդ հարցը, որ կա հնարավորություն իջեցնելու, որովհետև մենք արել ենք ամեն հնարավոր բան, որ սակագինը կարող է հանրության համար նվազել։ Մենք այսօր շատ լավ գիտենք, թե սոցիալապես ինչ ծանր պայմաններում ապրող հայրենակիցներ ունենք, ու այստեղ ոչ միայն ծանր սոցիալապես ապրող հատվածի համար է այս ամեն ինչը, այլ յուրաքանչյուր քաղաքացու, ինչի համար վճարել ավելի թանկ, երբ որ կարելի է վճարել ավելի էժան, երբ որ տվյալ ընկերությունը կարողացել է կառավարման շնորհիվ, ճիշտ աշխատանքի շնորհիվ հասնել նման արդյունքի, որ հանրությունը վճարի ավելի էժան, ինչի համար պետությունը շնորհակալություն չի հայտնում այդ ընկերությանը ու հակառակ կալանավորում է ընկերության սեփականատիրոջը ու չի հանրայնացնում նրա բարի կամքի դրսևորումը, որ այդ մարդը արել է ամեն ինչ, որ հանրությունը ստանա ավելի մատչելի հոսանք։